Ստարտից հետո արդեն մի ժամ անցել էր, մի քիչ ավել, ու մենք հատել էինք արդեն մոտ 3 կիլոմետրը, որը պլանավորել էինք, քամին ուժեղանում էր, ջրի ալիքները բարձրանում էին, ու իմ մոտ դեռ տագնապը, այդ խուճապը, այդ ամեն ինչը կար, ամեն ինչը ես զգում էի, որ կա ներկա է, բայց ես շարունակում եմ ու պետքա շարունակեմ։ Նավից ինձ ձեն տվեցին, որ առաջի սնունդի ժամն է եկել ու պետքա առաջի սնունդը դու ընդունես։ Հենց այդ պահին սենց մի-որ բան տեղի ունեցավ իմ մոտ ու ես հիշեցի, որ ես մենակ չեմ Սևանում, ես ունեմ թիմ, որի հետ պետքա ամբողջ օրը մենք աշխատենք ու իրար հետ լինենք։ Այդ պահին իմ մոտ կարելի է ասել այդ տագնապների ու այդ խառը վիճակի մոտ ու 80%-ը գնաց, ես կարելի է ասել թուլացա, հիշեցի տղեկին, որ մի ամբողջ անձնակազմ նավի վրա ինձ ուղեկցում են դիմացից, հետևիցս պարեկներն են, ԱԻՆ փրկարարները, մի խոսքով սենց ես սկսեցի գիտակցել այդ ամեն ինչը, մոտ մի ժամ մի քիչ ավել։ Գառնիկն ու Կարենը իմ համար շատ համով շիլա էին սարքել, տաք, մեղրով ու բանան, հիշում եմ, որ բանան տվեցին ու տաք շիլան, ես ուղղակի շատ սենց այնքան համով էր այդ ամեն ինչը ինձ թվում ու իրոք շատ սենց հավեսով էին պատրաստել տղեկը, կարելի է այդ շիլայի ռեցեպտը անպայման հարցնել, թե ոնց ստացավ, որ այտենց համով էր։ Այդ պահից սկսած իմ մոտ մի քիչ սկսեց նահանջել այդ խուճապահար վիճակը, բայց ես գիտեի, որ դիմացը ունենք մի հատ վիճակ, որը կոչվում է գիշեր ու գիշերային լող Սևանում,